Բարի երեկո, եթերում օրակարգի գլխավոր թողարկումն է։ Բարի երեկո, ահա թե ինչ ենք պատմելու այս թողարկմանը։ Նալբանդյան Մամեդիարով հանդիպում Մյունխենում, Մինսկի խումբը բացառել է խաղաղ լուծման այլընտրանքը։ Արցախը պատրաստվում է Սահմանադրության հանրաքվեի տրամադրություններ եւ նպատակներ, ռեպորտաժ Ստեփանակերտից։ Խավիարի համն առել են նաև Դոն Պեդրոն, նույն ինքը ԵԽԽՎ նախագահը, իսպանացի սենատորները Ագրամունդին կանչում են բացատրության, դատախազությունից էլ պահանջում զբաղվել նրանով։ Բուռն վեճեր, թույլ հաշտության եզր Ստամբուլում Աթեշյան Մաշալյան սրբազանների վեճը կարծես լուծվում է, որոշվել է պատրիարքի ընտրության օրը։ Ռեպորտաժ Ստամբուլից։ Ինչու է թանկանում բենզինը, հակամոնոպոլ մարմնի հիմնավորումները։ Հակակոռուպցիոն հանձնաժողովը ծանրութեթև է արել կաշառքի մանր ու մեծ ռիսկերը, կաշառքով հարց լուծելու դեմ 36 քայլից 18-ը կատարված է։ Կարմիր լույսից բացի նաև ազդանշան կրկնակի քվեարկության փորձի դեպքում էլեկտրոնային սարքերից օգտվելու ԿԸՀ ցուցումները։ Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքի ծրագիրը հիմնականում սոցիալական կլինի, կոմունիստներինը բացառապես սոցիալական, նախընտրական ճնշումներ։ Միգրացիոն արգելքը կարող է վտանգել նաև մեր հայրենակիցների ամերիկյան երազանքը, հայ իրավաբանները փորձում են օգնել նրանց։ Ամենաերասկոտ օրը եզդիների տոնացույցում, այսօր եզդիները սեղաններ բացած սպասում են երազանքներ իրականացնող սրբին։ Մինսկի խմբի համանախագահները գնահատել են ադրբեջանցի դիվերսանտի դին վերադարձնելու հայկական կողմի մարդասիրական քայլն ու հերթական անգամ բացառել Ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակը։ Միջազգային դիտորդներն այս մասին ասել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների Մյունխենում կայացած հանդիպումից հետո։ Իդեպ Մյունխենում անվտանգության համաժողովին մասնակցում են նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Նալբանդյան Մամեդիարով հանդիպումը կայացել է ԵՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ եւ ներկայությամբ գրված է պաշտոնական տեքստում։ Կողմերը քննարկել են արտգործնախարարների միջև հետագա հանդիպումների եւ միջնորդների տարածաշրջանային այցի հարցերը։ Նախարարների հետ առանձին հանդիպումներից հետո տարածած հայտարարությունում միջնորդները որոշ կարևոր արձանագրումներ են արել։ Պատերազմը չի կարող դիտարկվել որպես խնդրի լուծման տարբերակ։ Կողմերին կոչ են կանում զսպվածություն դրսևորել եւ ժողովուրդներին պատրաստել խաղաղությանը։ Կոչ են կանում կողմերին խստորեն պահպանել 1994-95 թվականների զինադադարի համաձայնագրերը։ Միջնորդները կարևոր մարդասիրական քայլ են բնորոշել ադրբեջանցի զինծառայողի դին վերադարձնելու հայկական կողմի որոշումը։ Նաև արտահայտվել են Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների իրագործման վերաբերյալ։ Համանախագահներն ընդգծել են, որ կողմերը պետք է ավելի շատ ճկունություն դրսևորեն եւ վերսկսեն համապարփակ բանակցությունները երկարատև լուծմանը որքան հնարավոր է շուտ հասնելու համար։ Ամեն տարի այս օրերին Մյունխենում հավաքվում են համաշխարհային քաղաքականության շատ գլխավոր դեմքեր։ Այս տարի կլինեն Մերկելը, Ստոլտենբերգը, Գուտիերեսը, Մայք Պենսը եւ այլք։ Համաժողովին, որը նաև անվտանգության հարցերի Դավոս են անվանում, կմասնակցի Հայաստանի պաշտպանության նախարարը։ Այսօր նա հանդիպել է Մյունխենի երիտասարդ առաջնորդների ֆորումի մասնակիցների հետ։ Վիգեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստանի պաշտպանական համակարգին, Արցախյան հակամարտությանը, նաև տարածաշրջանային զարգացումներին։ Իդեպ Ալիևը եւս գնացել է Մյունխեն, զորքը թողնելով խախտելու հրադադարը Արցախի հետ շփման գծում։ Իսկ հայ-ադրբեջանական սահմանին Չինարի մոտակայքում ԵԱՀԿ-ի հերթական դիտարկումից հետո եվրոպացիների ուշադրությունը հրավիրվել է փաստին, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակի տակ է պահում սահմանամերձ բնակավայրերը, արոտավայրերն ու դաշտերը։ Արթուր Գրիգորյան, օրակարգ։ Արցախը պատրաստվում է Սահմանադրության հանրաքվեի, որի ընթացքին կհետևեն 100-ից ավելի միջազգային դիտորդներ։ Երկուշաբթի արցախցիները կորոշեն համաձայն են փոխել պետության մայրօրենքը, թե ոչ։ Արցախում ձևավորվել է 280 ընտրատեղամաս, եւս մեկը կգործի Երևանում Արցախի ներկայացուցչությունում։ Խորհրդանշական օր է ընտրվել քվեարկության համար։ Արցախյան շարժման մեկնարկի փետրվարի 20-ի պատմական օրը արցախցիներն իրենց դիրքորոշումը պիտի հայտնեն, ուսում են կառավարման նոր համակարգով ապրել, թե ոչ։ Իհարկե մասնակցել ենք։ Մենակ զուտային այն բանն այնց հետաքրքրում, որ ինքը իր անվանումը փոխում Արցախադառնում։ Բոլորը մասնակցում են, իսել միլի մասնակցել։ Սահմանադրությունը մեզ շատ բան կտա, գիտեք։ Եվ ներկա, եւ ապագա, եւ ամեն ինչ ժողովրդի ձեռքին է։ Արդարադատության նախարարը, ով 2006-ին ընդգրկված էր նաև առաջին սահմանադրության ընդունման գործընթացի ակունքներում, լավ է հիշում 10 տարվա վաղեմության իրականությունը, երբ չկար հասարակական քաղաքական մեծ ակտիվություն, մինչդեռ տարիների հետ ձևավորվել է որոշակի իրավաքաղաքական մշակույթ, ինչը փաստում է ժողովրդավարական առաջնակարգերի մասին։ Քաղաքացիները, ովքեր
նաև դեմ են արտահայտում ավելի բացեիբաց, դա նաև վկայակոչում է նրա մասին, որ իրոք ժողովրդավարությունը եւս մի 5-10 աստիճանով զարգացել է մեր երկրում։ Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավաստիացնում են, քվեարկության համար պայմանները բարելավվել են, ամեն ինչ պատրաստ է հանրակրվեն պատշաճ մակարդակով անցկացնելու համար։ Ունենք 102,746 ընտրող, այս թիվը ավելին է, քան վերջի մեր ազգային ժողովի ընտրությունների ժամանակ։ Հանրակրվեի ընթացքին հետևելու հայտեր են ներկայացրել 110 տեղական դիտորդներ, տասնյակ լրատվամիջոցներ։ Արցախի նոր սահմանադրության հանրակրվեի նկատմամբ արտաքին հետաքրքրվածությունն ավելին է, քան նախորդ համապետական ընտրությունների ժամանակ, ասում է ԿԸՀ նախագահը, ինչը հերթական անգամ գալիս է հավաստելու, որ հակառակ խոչընդոտներին Արցախը չի շեղվում պետականաշինության իր ճանապարհից։ Մերիդավցյան, Մհեր Մկրտչյան, օրակարգ։ ԵԽԽՎ-ում Բոսնիա-Հերցեգովինայի Ադրբեջան մեծ պատվիրակ Միլիցա Մարկովիչի շուրջ իր երկրում բարձրացած խավիարային սկանդալի արձագանքները հասել են Իսպանիա։ Խոսքը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ իսպանացի Պեդրո Ագրամունդի մասին է։ Իսպանիայի սենատորները երկրի դատախազությունից պահանջում են գործառույթել նրա դեմ։ Բաքվի խավիարը հայերի դեմ աշխատող եվրոպացիների կոկորդին է մնում։ Պեդրո Ագրամունդ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի իսպանացին, որ վեհաժողովում ադրբեջանցիների հիմնական խոսափողներից է, փորձում էր հակահայկական ձևակերպումներ խցկել տարբեր զեկույցներում, նաև շարքային պատվիրակ եղած ժամանակներում։ Եվ հիմա իսպանական մամուլն է հարցնում, ինչու է Դոն Պեդրոն դարձյալ հայտնվել խավիարային դիվանագիտության մասին երկրորդ զեկույցում։ Վալենսիա Նոթիսիասը հաղորդում է իսպանական սենատը բացատրություն է պահանջում Պեդրո Ագրամունդից։ Ինչու է Ագրամունդը հայտնվել Եվրոպական կայունություն նախաձեռնության 2016 թվականի դեկտեմբերի 17-ի խավիարային դիվանագիտություն երկրորդ զեկույցում։ Նրա անունն այստեղ դարձյալ ներառվել է որպես Ադրբեջանից գումարներ ստացող, եւ այդ փողը ադրբեջանական բռնապետությունից ստացել է մարդու իրավունքների խախտումների վրա աչք փակելու համար։ Իսպանիայի սենատում Վալենսիան ներկայացնող սենատոր Կարլես Մուլետը օրակարգի հետ բացառիկ զրույցում ասում է, որ հարցը շատ սուր է, շրջանցել հնարավոր չէ եւ իսպանական օրենսդիրը պետք է լսումներ կազմակերպի։ Ագրամունդը նախ Իսպանիայի օրենսդիր մարմինն է ներկայացնում եւ նրա այդ քայլերը կարող են վարկաբեկել նաեւ Իսպանիայի սենատը։ Հետևաբար նա պետք է բացատրություններ ներկայացնի երկու պալատներին խավիարային դիվանագիտությանն առնչվող հարցերի ու իր ենթադրյալ մութ գործարքների վերաբերյալ։ Մեր այս առաջարկը ներկայացրել ենք Սենատի արտաքին հարցերի հանձնաժողովին։ Այս հարցը հեշտ չի փակվի։ Նա իր ապօրինի գործունեությամբ փաստորեն շահույթ է ստացել մարդու պարզ իրավունքների ոտնահարման փաստերը կոծկելու դիմաց։ Երբ վեհաժողովը փաստաթուղթ ընդունեց Ադրբեջանի ժողովրդավարության աղետալի վիճակի մասին, մերժելով Ագրամունդի Մինսկի ադրբեջանական խոսափողների համար այնքան բաղձալի օկուպացված տարածքներ ձևակերպման ընդգրկումը, եվրոպացի պատվիրակներն իրենք էին կադրից դուրս վկայում։ Ագրամունդը նույնիսկ բացահայտ գործարքեր առաջարկում, ինչ ուզում եք ավելացրեք Ադրբեջանի մասին, ուզում եք գրեք, թե Ալիևը Եվրոպայի վերջին բռնակալն է, միայն թե զեկույցում թողեք օկուպացված տարածքների վերաբերյալ կետը։ Դա թմրադեղ է։ Դա նավթադոլարային խավիարային թմրադեղ է, որի վրա նստած է ԵԽԽՎ 60-ից ավել падգամավոր։ Երկար ժամանակ, երբ որ դրան դեմ էր խոսում նույն Պեդրո Ագրամունդը, հիմա փաստերի ճնշման տակ ստիպված է լինում ընդունել, որ պետք է համապատասխան մեխանիզմ ստեղծվի։ Մինչև Եվրոպայի խորհուրդը ներքին քննություն կանցկացնի, Իսպանիայի սենատորները իշխանությանը կոչ են անում Ագրամունդի գործի քննությունը հանձնել գլխավոր դատախազությանը։ ԵԽԽՎ նախագահը հիշենք խախտելով կանոնակարգը նաև հայ պատվիրակների խոսափողներ անջատում, երբ նրանք փորձում էին բարձրաձայնել իտալացի Լուկա Վոլոնտեի ծախված լինելու հանգամանքը։ Il signor Volonté. Le ho detto che non può parlare di questa questione. Իտալական առաջին ալիքի հայտնի ռեպորտաժի հրարձակման օրերին ամիսներ առաջ Վոլոնտեն դեռ հրաժարվում էր ցուցմունքներ տալ, բայց թերևս հասկանալով, որ դատաստանը անխուսափելի է, այժմ արդեն ասում է, թե ում հետ է կիսել ադրբեջանական միլիոնները, տալով նաև հենց Ագրամունդի անունը։ Ու մինչ իսպանական դատախազությունը կզբաղվի Ագրամունդով, Իտալիայում Վոլոնտեն ցուցմունքներ է տալիս, վեհաժողովում ռեզոնանս ցնցումներ խոստանալով։ Սիրան Շմրազյան, Հովանես Քյոսեյան, Մարտեն Լեոնե, օրակարգ, Ստրասբուրգ, Երևան։ Պոլսի պատրիարքարանի շուրջ սկանդալի կենտրոնում հայտնված երկու սրբազանները Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ու Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հաջորդ շաբաթ կժամանեն Հայաստան վեհափար հայրապետի հրավերով։ Օրակարգին այս մասին տեղեկացրել են Մայրաթորի մամուլի դիվանից։ Պատրիարքարանում վերջին օրերին լարվածությունը հասել էր գագաթնակետին, քննարկման հավաքված պոլսայերը խոսքից անցել են բռունցքների։ Արամ եւ Սահակ սրբազանները համաձայնության են եկել եւ նշանակել Պոլսի պատրիարքի ընտրության օրը։ Օրակարգի բացառիկ ռեպորտաժը Ստամբուլից։
Պոլսո պատրիարքի ընտրության շուրջ ստեղծված ճգնաժամ նորեցօր սրում է լարվածությունը նաև ազգային կառույցների ու համայնքային պատասխանատուների շրջանում։ Գումգափուի եկեղեցում 3 գումարված արտակարգ ժողովը հակասական ու բևեռորեն տարբեր արձագանք է գտել Պոլսահայ համայնքում։ Շատերն անգամ վիճարկել են այստեղ ընդունված արձանագրության օրինականությունը։ Բոլոր համայնքային ներկայացուցիչները ցանկացան իրենց կարծիքը հայտնել ժողովում։ Հարց ու պատասխանից հետո պետք է առաջարկվեր որոշման 2 նախագիծ, բայց ընդունվելու էր մեկը։ Ես եւ ընկերներս ժողովից տեղեկություն չունեինք, արձանագրությունից նույնպես։ Եվ երբ ժողովը սկսվեց, նրանք սկսեցին կարդալ արձանագրությունը։ Այդ ամենը կանոնակարգային եւ օրենսդրական առումով անընդունելի է։ Կողմերի հակազդեցությունը սրվել է Արամ arczepiskopos-ի հրաժարականի շուրջ։ Մթնոլորտը շիկացել է նաև զուգահեռաբար գաղտնի ժողով գումարելու հանգամանքից։ Այս արձանագրությամբ ժողովի մասնակիցները ոչ ոքի հաշվի չեն առել։ Կարծես երկու մարդու միջև արդեն հարցը լուծելու որոշում է կայացվել, սակայն ամեն ինչ շատ ավելի խորն է։ Այս ամենն ավելին է, քան տեղափահության հարցը։ Կազմակերպությունների տնօրենները եւ անդամները մտահոգված են դեպքերի նման ընթացքից։ Ուրեմն, եթե պատրիարք չկա, հնարավոր չէ, որ падգամավոր էլ լինի։ Տեղապահ ընտրելով մեր ընտրությունը պետք է կատարենք։ Այդ տեղապահը չպետք է լինի ոչ Աթեշյան, ոչ էլ Մաշալյան Սրբազանը։ Մեր նպատակը դա էր։ Չնայած թեժ ու անկանխատեսելի զարգացումներին ժողովն ավարտվել է վիճահարույց հարցերում կողմերի համար ընդունելի որոշմամբ։ Արամ arczepiskopos-ն ու Սահակ եպիսկոպոսը համայնքային մի քանի գործիչների համաձայնությամբ որոշել են։ Արամ Սրբազանը պետք է պաշտոնավարի մինչև ընտրությունը, իսկ փետրվարի 28-ը նշանակվել է պատրիարքի ընտրության օր։ Նոնե Ալեքսանյան, Կարո Բաբայան, օրակարգ։ Օրակարգի տնտեսական լրահոսից բենզինը շարունակում է թանկանալ, հակամենաշնորային մարմինը ուսումնասիրել ու գտել է պատճառը։ Հիմնավորումները Աննա Բալյանն է լսել։ 330-ից թռավ 370, վարորդները վախենում են հայացքը բարձրացնել, մեկ էլ տեսար 400-ն անցավ, բենզինը ռեկորդ է խփում, վարպետ Սամվելը իր մեքենան բենզինով, տաքսին գազով է քշում, սար ու ձորի տարբերություն։ Տրակումը շատ բաներ խափանվում է մեքենաներից դրա պատճառով։ Չանա ավելի էժան է էլի։ Սեպտեմբերից բենզինի գինը սկսեց շոյել վարորդի աչքը։ 380-ից քիչ իջավ, հունվարին հասավ 330-ի։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գիտի պատճառը։ CPS-ից ու ֆլեշից բացի նոր ներմուծող է մտել շուկա Max Petrol-ը։ Փոխվել են նաև մատակարարները։ Ռոսնեֆտից զատ Լուկոյլ ընկերությունից են սկսել բենզին ձեռք բերել։ Գնել Ալավերդյանը ցույց է տալիս, կարմիր կետագծերով մանրածախի գինն է, հոծ գծով ներմուծման։ Մինչև հունվար ներմուծման գինը աստիճանաբար իջել է, էժանացել է նաև մանրածախ բենզինը։ Հունվարից կորը սկսել է բարձրանալ, թանկ ներմուծել են, թանկ էլ վաճառել։ Եթե ձեռք է բերել 183 դրամով, վաճառվել է շուրջ 332 դրամով, շուրջ 330 դրամով։ Եթե ձեռք է բերվել 234 դրամով, վաճառքի գինը կազմել է շուրջ 360-370 դրամ։ Այսինքն փոփոխություններին համարժեք են ընդհանուր հաշվով այդ բոլոր գնային տատանումները։ Մի տնից չենք մի հոգսի ենք, եթե Հայաստանում 10%-ով է թանկացել բենզինը, հարևան Վրաստանում 30%-ով, դարձել է գրեթե նույն գինը, ինչ Հայաստանում։ Առաջ պրեմիում բենզին էի լցնում, հիմա ստիպված իջել եմ ռեգուլյարի։ Եթե առաջ 40 լարին բավարար էր, հիմա 60 լարին մի կերպ է հերիքում։ Բենզինը շատ է թանկացել, 30%-ով։ Առաջ լցնում էի 1.35 լարի, հիմա 2.5-ի։ Չեմ կարող ասել ինչքան, բայց գները բարձրացել են։ Հայաստանի հակամոնոպոլ մարմնի ուսումնասիրությամբ Վրաստանում բենզինն սկսել է թանկանալ անցած սեպտեմբերից։ Նույն վիճակն է Բուլղարիայում, Ռումինիայում, որոնք բենզին արտահանողներ են, թանկացում 7%-ով, Ռուսաստանում 9%։ Բարձր գները հասել են Եվրոպա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Լիտվա, Լատվիա, Իտալիա, բենզին գնում են 6%-ով թանկ։ Հայաստանում բենզինի գինը կշարունակի բարձրանալ, թե ոչ, հանձնաժողովում պատասխանում են։ Առաջիկա ամիսներին ինչպիսի գներ կլինի այս պայդրությամբ հնարավոր չի ասել, բայց ամեն դեպքում տվյալ պարագայում հունվար-փետրվար ամիսներին արդեն իսկ բարձր գներով խմբականակներ են ներմուծվել։ Կորագիծը չի հուսադրում, երբ ներմուծվում է բարձր գնով, վաճառվում է թանկ։ Աննա Բալյան, Գիվի Պեյգրիշվիլի, Արտակ Գևորգյան, օրակարգ, Թբիլիսի, Երևան։ Պետգնումներից մինչև հարկահավաքման գործի կոռուպցիոն ռիսկերն այսօր նորից եղել են կառավարության ուշադրության կենտրոնում, գումարվել է հակակոռուպցիոն խորհրդի հերթական նիստը։ Ինչպես վերացնել դրան կառավարությանը, խորհուրդ առաջարկներ է ներկայացնում նաև հասարակական կազմակերպությունները։
Գերեզմանի համար փող ուզելու հուղարկավորության նպաստը կաշառքով դասավորելու մասին արդեն միայն հանգուցյալի հարազատները չէ որ գիտեն։ Հարցին անդրադարձ է եղել ընդհուպ հակակոռուպցիոն խորհրդում։ Օրվա քննարկումը սակայն ավելի շատ կենտրոնացել է հարկային մաքսային ռիսկերի վրա։ Թվարկած տեսուչի բիզնեսին ստուգելու կամ օպերատիվ հետախուզությանը վերաբերող մտահոգությունները ժամանակավրեպ են, վստահեցրել է պետեկամուտների փոխնախագահը։ Դրանք արդեն շտկել են անցել շատ ավելի խորքային խնդիրների։ Ես ձեզ ասեմ, մեր ներքին փաստաթուղթը, որը ՊԵԿ-ը պատրաստել է, իրանց հակակոռուպցիոն ռիսկերը ՊԵԿ-ի մեջ, ու որը ես տեսել եմ, առանց որևէ մեկին նեղացնելու շատ ավելի կոշտ է, թե ինչ խնդրեմ մենք ունենք, քան սա։ Մոնոպոլ շուկաներում խաղացողների վարքն ուսումնասիրելուց հետո պարզ է դառնում Հայաստանը կարիք ունի իրական սեփականատերերին բացահայտող մեխանիզմների ներդրման։ Հակամենաշնորհային հարցերում ճիշտ կլինի նաև տարանջատել կարգավորիչ ու վերահսկող մարմիններին, առաջարկում է Իրավաբանների հայկական ասոցիացիան։ Պատասխանատվություն ենթարկելու այն խոշոր տնտեսավարողներին, ովքեր խուսափում են հարկերից, դրանով իսկ խնդիրներ առաջացնելով ՓՄԶ-ների մոտ։ Միայն այս ՀԿ-ն պետական գնումների ֆինանսական սողանցքները փակելու 36 առաջարկ է արել, հպարտացել են 18-ն իրականացված է։ Կոռուպցիայի դեմ պայքարում այս նիստից կառավարությանն է միացել նաև Transparency International-ը։ Դռները բաց են պահում նաև այլ գործընկերների առաջ։ Հերմինե Բաղդասարյան, օրակարգ։ Մաքսավորները կանխել են խոշոր չափի դեղորայքի ապօրինի ներկրումը, դեպքը բացահայտվել է Բագրատաշանի մաքսակետում։ Ծառայության աշխատակիցները տեղեկացված են եղել, որ Մոսկվայից Երևան եկող ավտոբուսի թաքստոցում դեղորայք կա։ Փնտրել տրանսպորտային միջոցի սրահից ու մեքենայի հարմարեցված այլ հատվածներից հանել են տարբեր տեսակի հաբեր, մածուկներ, ընդհանուր քաշով 40 կիլոգրամ դեղ։ Պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է։ Մեր երկրում ներդրում անելու համար աշխարհամասեր կտրել պետք չէ, ծրագիրն ընտրել կարելի է համացանցում։ Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունը գործարկել է նոր ինտերնետային հարթակ։ Investment Projects.am տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը ներկայացնում է մի քանի ամսվա աշխատանքը։ Պոտենցիալ ներդրողներն արդեն կարող են համացանցում գտնել իրենց հետաքրքրող ոլորտը, կապ հաստատել ծրագրի պատասխանատուների հետ եւ քննարկել հնարավոր ներդրումներին առնչվող ցանկացած հարց։ Շուրջ 160 ծրագիր ենք ստացել, դրանցից զտվել է եւ 35 ամենաիրատեսական եւ շահութաբեր ծրագրերը արդեն իսկ զետեղված են կայքում։ Ըստ Արամ Վարդանյանի ընտրվել են իրագործելի ծրագրեր։ Նախկինում ներդրումային ծրագրերի փաթեթները փոխանցվում էին դիվանագիտական կապուղիներով։ Նոր կայքի գործարկումը անմիջական շփում կապահովի։ Վահագն Լալայանը բերում է Սյունիքում նախատեսվող ազատ տնտեսական գոտու օրինակը։ Այժմ ընթանում է այդ գոտու շինարարի ընտրությունը։ Կարծում եմ մինչև ապրիլ ամիս մենք արդեն կունենանք այդ գործընթացը ավարտված, կունենանք կազմակերպիչ եւ համապատասխան որոշումները ազատ տնտեսական գոտու ստեղծման ուղղությամբ։ Ազատ տնտեսական գոտիների օրենքի համաձայն կազմակերպչին այն շահագործման հանձնելու համար տրվում է 1 տարի ժամանակ։ Թեև ըստ Վահագն Լալայանի ամեն ինչ արվելու է շինարարությանը զուգահեռ գոտու տնտեսական գործունեությունը կազմակերպելու համար։ Իդեպ ներկայացվեց նաև նախարարության նոր կայքը, որը ձևափոխվել է քաղաքացիների համար ավելի մատչելի դարձնելու նպատակով։ Հայկ Հովհաննիսյան, Հակոբ Սարգսյան, օրակարգ։ Հայաստանը ներդրումային տեսանկյունից աշխարհում ավելի ճանաչելի դարձնելու օտարերկրյա ներդրումներ ներգրավելու հնարավորությունները այսօր քննարկվել են կառավարությունում։ Վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է PricewaterhouseCoopers ընկերության Եվրասիայի հարցերով գործադիր գործընկեր Մարկ Հենիին։ Աուդիտորական, հաշվապահական ու իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերությունը խոստացել է ակտիվացնել ու խորացնել գործակցությունը։ Վարչապետ Կարեն Կարապետյանը ասել է, որ իր ղեկավարած կաբինետը բաց է քննարկումների համար։ Օրվա քաղաքական օրակարգից 9 քաղաքական ուժերից, որոնք կմտնեն ընտրապայքարի մեջ 9 օրանց կհայտարարի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այստեղ սկսել են ուսումնասիրել նրանց փաստաթղթերը։ Այսօր առաջին անգամ ներկայացվել է ընտրական նորամուծություններ, որոնցից մեկն էլ քվեախուցն է հատուկ արկղով։ 5 կուսակցություն 4 դաշինք, ընդհանուր 1539 թեկնածուներ կմասնակցեն առաջիկա ընտրություններին, 1191-ը կպայքարեն ռեյտինգային ցուցակով։ Տարի սխալ, ստորակետի սխալ, չի վերվել այն ազնագրի պատճենը։ ԿՀ-ն սկսել է ուսումնասիրել առաջադրվող ուժերի փաստաթղթերը, զուգահեռ իրազեկել մարդկանց, ինչպես որտեղ կարող են քվեարկել։ Տեղադրվելու են նաև չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը, որտեղ ուղղակի կա նշում, որ կտրոն արկղի մեջ չգցել, որովհետև ընտրող ունենալու են նաև կտրոն, բազմաթիվ քվեաթերթիկներ, որպեսզի շփոթ չառաջացնի։ Ինչպես ծրարել քվեաթերթիկը, մյուսները ուր թողնել։ Նոր քվեախցիկները ոչ միայն տեղեկատվական են, այլև առաջին անգամ արկղերով։ Բացառվի ընտրողի
տված քվեի նկատմամբ որևէ վերահսկողության հնարավորություն։ Կասկածները, թե ընտրողը իր հետ դուրս կտանի չօգտագործված քվեաթերթիկները, հանձնաժողովում փարատում են։ Չկնքված թերթիկները չհաշվառվող փաստաթուղթ են։ Կարելի է հետները դուրս տանել ոչ միայն 8, այլ 18, 28, 38 ցանկացած կոմբինացիա։ Այնպես որ դա իրականում որևէ խոչընդոտ չէ։ Վերանայվում է էլեկտրոնային քվեարկության սարքերի աշխատանքը։ Կրկնակի այլ տեղամասում քվեարկելու փորձանողին կճանաչեն նաև հատուկ ազդանշանով։ Բարձր ազդանշան իրական առաջարկվեց, որպեսզի լինի այսպես թե ոստիկանական մեքենայի ձայնին նմանակող։ Ձայնային ազդանշան կհնչի գուցե նաև այն դեպքում, երբ սարքը չկարողանա կարդալ ընտրողի անձնական տվյալները։ Լինում են մաշված, լինում են խազերով, լինում է, որ վրան լաքաներ կան եւ այդ դեպքում օպերատորը պարտավոր է, մասնագետը պարտավոր է մուտքագրի։ Տեխնիկական նոր միջոցները կնպաստեն Հայաստանում որակական նոր մակարդակի հասցնել ընտրությունները։ Իդեպ տարածքային ընտրացուցակով ամենաշատ առաջադրվել են Կոտայքում 110 քաղաքացի, ամենակիչը Արագածոտնում, Տավուշում 60-ը, իսկ ընտրության օրը փոխել-չփոխելու քննարկումները կսկսվեն շուտով, թե երբ կորոշեն գրանցված կուսակցությունները։ Մայա Խաչատրյան, Էդգար Դավթյան, օրակարգ։ Հայաստանի կոմունիստները պահեցին ինտրիգն ու մասնակցության մասին ասացին ԿԸՀ փաստաթղթերը հանձնելու վերջին օրը, միայն թեկնածուների ցուցակը կենտրոնական ընտրական տանելուց հետո այն բացահայտել են նաև լրագրողների համար։ Ժամանակներն ու բարքերն են փոխվել։ Կոմունիստները լրագրողների հետ հանդիպման եկան պատրաստված ցույց տալու, որ Հայաստանը մի ոսկեդար է ունեցել, խորհրդային։ Եթե ուզում եք հրաշքներ տեսել, եղեք խորհրդային Հայաստանում։ Տաճատ Սարգսյանի թղթապանակում արդեն հաստատված ցուցակն է։ Ապրիլին ընտրության են գնում առաջադիմական Միացյալ կոմունիստական կուսակցության հետ։ 173 մարդ հանձնեցինք մենք, այդ թվում 13 ընտրատարածքներում ընդգրկված 164 մարդիկ։ Ցուցակում այն կոմունիստներն են, որ 30-40 տարի գրպանում են պահել կուսակցական տոմսը, կան նաև երիտասարդներ, ոչ շատ։ Առաջին հնգյակով փորձելու են խորհրդարան մտնել Տաճատ Սարգսյանը, Վազգեն Սաֆարյանը, Գագիկ Մանուկյանը, Մարիամ Շահինյանն ու Համլետ Դանիելյանը։ Ասում են, իրենց դաշնակիցը հայ ժողովուրդն է, որ տեսել է սովետական ծաղկուն ժամանակները։ Ընտրությունները պետք է լինեն շատ թափանցիկ եւ ազնիվ, եւ համախոհները բավականին շատ են։ 2003-7-12 թվականների ազգային ժողովում կոմունիստներ չեն եղել։ Եթե ազգային ժողովում կոմունիստական գաղափարախոս կրեղներ չեն լինում, իսկ թվում է տվյալ ազգային ժողովը ուղղակիորեն կաղում է երկու ոտքով։ Ազատ շուկան իրեն սպառել է, գործարաններ գրեթե չկան, կրթությունն այն չէ, ասում են, վիճակը շտկել կարող է միայն պատմություն ու գաղափարախոսություն ունեցող քաղաքական ուժը։ Հայրենիք սոցիալիզմ աշխատանք, հայրենիք աշխատանք, որ կոմունիստի հաղթանակը դա նշանակում է ժողովրդի հաղթանակ։ Որ 5%-ի շեմը կհաղթահարեն չեն կասկածում, թե որքանով կարմիր կլինի խորհրդարանը, ապրիլին կտեսնենք։ Լարա Արաքելյան, Հովանես Քյոսեյան, օրակարգ։ Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքի նախընտրական ծրագիրը դեռ մշակվում է այսօր։ Լրագրողներին դաշինքի առաջատարները ասել են, որ այն կներկայացնեն ավելի ուշ։ Ասուլիսից այլ մանրամասներ Տաթևիկ Նալբանդյանն է պատմում։ Դաշինքի հիմքում համախմբում եւ ժառանգություն կուսակցությունների գործակցությունն է, չթերագնահատելով մյուս երկու կուսակցությունների եւ ՀԿ-ների աջակցությունը, նշեց Սեյրան Օհանյանը։ Իհարկե ցուցակը ղեկավարում եմ ես, որ իմ ամբողջ կյանքը նվիրել եմ մեր երկրի անվտանգությանը։ Առաջին քայլը Օհանյանի խոսքով պատկառելի թիմ արդեն արվել է։ Երկրորդը ծրագիրը դեռ մշակվում է, բայց արդեն իսկ տարբեր է ընտրարշավի մյուս մասնակիցների ծրագրերից։ Դրանք ըստ Օհանյանի հիմնականում սոցիալական են, մինչդեռ հարցերի հարցը անվտանգությունն է։ Ամենից շատ կարևորելու եմ Հայաստանի եւ Արցախի անվտանգության խնդիրը։ Ինչպես էր գնահատում պարոն Օհանյանը Սասնա ծրարի գործողությունը պաշտոնավարման ժամանակ եւ այսօր։ Իր տեսակետը չի փոխվել, նշեց Սեյրան Օհանյանը։ Հասկանում է նրանց քայլի պատճառը, բայց դեմ է զենքով հարց լուծելուն։ Զենքով հարց լուծելու տարբերակը անընդունելի տարբերակ է։ Որքանով է իրականությանը համապատասխանում 2005-ին Արցախում Պավլիկ Մանուկյանին ծեծելու պատմությունը։ Իրոք իմ աշխատասենյակում միջադեպ եղել է, բաժակի մեջ այսպես թքելու Ես նույնիսկ անհարմար եմ զգում, այդպիսի բան չի եղել, որից հետո
Պավլիկ Մանուկյանի հետ հարաբերություններ ենք ունեցել եւ մեր հարաբերությունները բավականին բարձր մակարդակի են եղել։ Հարցերի մի շարք էլ նախկին պետական պաշտոնյայի ունեցվածքի մասին էր։ Օհանյանի խոսքով իր ունեցվածքը հայտարարագրված է։ Սիսիանում հեկ, իսկ շարժայում առանձնատուն հայտարարագրում չկա։ Վահագնի թաղամասում առանձնատան մասին լուրը նա չի հաստատում։ Ինձ նվիրել է մեկ հողակտոր, որը այլևս իմը չէ։ Այսօր Վահագնի թաղամասում ես բնակվում եմ Վարձով։ Տաթևիկ Նալբանդյան, Հովանես Քյոսեյան, օրակարգ։ Միջազգային լրահոսից Աստանայի բանակցություններում Սիրիայի ընդդիմադիրների պատվիրակության ղեկավարը հայտարարել է, որ զինված ընդդիմությունը ամբողջովին առանձնացել է Իսլամական պետություն խմբավորումից։ Մեկ այլ տեղեկության համաձայն Թուրքիայի նախագահ Էրդողանը հրաժարվել է Բաշար Ասադին գահանկեց անելու ծրագրից։ Ըստ Արևմտյան մամուլի պատճառն այն է, որ Էրդողանը դրա դիմաց ստացել է Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ անելու Մոսկվայի թույլտվությունը։ Թրամփի միգրացիոն քաղաքականության ալիքը հասել են նաև մեր հայրենակիցներին մահմեդական երկրներից ամերիկյան երազանքի համար օվկիանոսը կտրած հայերին արտաքսում առայժմ չի սպառնում նրանց պաշտպանել, փորձում են ամերիկահայ իրավաբանները։ Միացյալ Նահանգների նախագահի ներգաղթային քաղաքականությունը դեռևս մնում է պաշտոնավարման ամիսը չբոլորած Դոնալդ Թրամփի եւ նրա քաղաքական թիմի դեմ ուղղված քննադատության առանցքում։ Չնայած նախագահի մամեդական երկրների քաղաքացիների եւ սիրիացի փախստականների մուտքն արգելող օրինագիծը ժամանակավոր կասեցվել է դատական որոշմամբ, այնուամենայնիվ դրա շորշոփը դեռևս շարունակվում է։ Ոստիկանները շրջայցեր են կատարում ձերբակալում անօրինական միգրանտներին, շատերին արդեն արտաքսել են։ Թիրախում այն ներգաղթյալներն են, որոնք ունեն քրեական անցյալ, ու թեև օդակայաններում խուճապը անցել է, այդուհանդերձ ժամանային սպաները առավել ուշադիր են քննում մամեդական երկրների ժամանողների փաստաթղթերը։ Այս ամենի ֆոնին համայնքային կառույցները որոշեցին օգնել այն ամերիկահայերին, որոնց կարող է վերաբերել հրամանագիրը։ Ունենք այստեղ ընտանիքի անդամներ, որոնց ամուսինը կամ հայրը կամ մայրը կամ քույրը ու եղբայրը այս պահին կգտնվին օդար ափերի մեջ։ Թեև հրամանագիրը ժամանակավոր կասեցված է, այդուհանդերձ մտավախությունը շարունակում է մնալ, քանի որ Միացյալ Նահանգների նախագահը մտադիր չէ նահանջել։ Ամերիկահայ իրավաբանները հորդորում են, քանի դեռ ներգաղթային քաոսը համեմատաբար խաղաղված է, ժամանակ չկորցնել։ Կապնվում են իմ հետ եւ ուրիշների հետ, որ այս պահուն կամ Լիբանանի մեջ են, կամ Սուրիո մեջ են եւ արդեն ունեն վիզա։ Ես բոլորին հորդորեցի, որ մի րոպե առաջ կան, նախքան հարցը փոխվի։ Դոնալդ Թրամփի ներգաղթային հրամանագիրը ոտքի է հանել ամերիկյան հասարակական կազմակերպություններին։ Նրանք սկսել են Կալիֆոռնիայի բազմաց համայնքներին սեփական իրավունքների մասին երազակելու արշավ։ Վտանգները դեռ առկա են։ Մենք ցանկանում ենք, որ բոլորն իմանան իրենց իրավունքները եւ այս ալիքի տակ որևէ օրինավոր քաղաքացի չտուժի։ Դոնալդ Թրամփը, ինչպես եւ խոստացել էր, տեղի չի տալիս, կրկին վիճարկում է սեփական հրամանագրի կասեցման որոշումը։ Այն այժմ Վաշինգտոնի դաշնային վերաքննիչ դատարանի սեղանին է։ Լիլիթ Ցետրակյան, Գարեգին Վարդանյան, օրակարգ, Միացյալ Նահանգներ։ Դոնալդ Թրամփը երթմնակալությունից հետո առաջին ասուլիսում հերքել է ռուսական գործակալների հետ կապի մասին մեղադրանքները։ Նա ասել է, որ դա մամուլում հակառուսական արշավի արդյունք է։ Նախագահական ընտրապայքարի ժամանակ, իսկ առավել ևս նախագահ ընտրվելուց հետո էլ Դոնալդ Թրամփը շարունակ լրատվամիջոցների թիրախում է։ Նրա ընդամենը մի քանի շաբաթ տևած գործունեությունը քննադատության է ենթարկվում։ Թրամփն էլ անպատասխան չի թողնում մեղադրանքները, էլ ավելի խորացնելով իր ու լրատվամիջոցների միջև լարվածությունը։ Հերթական լուրջ մեղադրանքը ամերիկյան մամուլի հասցեին հնչեց Թրամփի մամուլի ասուլիսի ժամանակ։ Ստահոդ ռեպորտաժները բարձրացնում են Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Ամենահեշտը Ռուսաստանի նկատմամբ կոշտ դիրքորոշումն է, բայց հավատացեք ինձ, ամերիկացիների ու ամբողջ աշխարհի շահերից է բխում, որ երկու միջուկային տերությունները լավ հարաբերություններ ունենան։ Դիտորդները Թրամփի մամուլի ասուլիսը գնահատել են լրատվամիջոցների հետ պայքարում նրա հերթական ռաունդը։ Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Տերբոլն արձագանքել է ԱՄՆ նախագահի մամուլի ասուլիսին, համոզմունք հայտնելով, որ Թրամփը իզուր ժամանակ է վատնում լրատվամիջոցներին քննադատելով։ Նա մեջ բերել է Ուինստոն Չերչիլին, որը մամուլից բողոքող քաղաքական գործիչներին համեմատել էր ծովից բողոքող նավաստիների հետ։ Մարիամ Խիթարյան, օրակարգ։ Օրակարգի քրեական լրահոսից Ալավերդու բուժ կենտրոնում 33-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կինը մահացել էր փետրվարի 12-ին 4-րդ զավակին ծննդաբերելուց հետո։ Նախնական տվյալով ծննդաբերությունից հետո սկսված արյունահոսությունը դադարեցնելու համար բժիշկները կատարել են վիրահատություն, ինչը սակայն չի փրկել կնոջ կյանքը։ Քրեական գործը հարուցվել է բժշկական օգնության եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հոդվածով։ Քրեական գործ է հարուցվել նաև ժամկետային զինծառայող Գարեգին Ագրամանյանի մահվան դեպքի առթիվ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար։
Հաջորդ թեմայի մասին մայրենի լեզվի միջազգային օրը կրթության եւ գիտության նախարարը անցկացրել է Արզական գյուղում։ Լևոն Մկրտչյանը բաց դաս է անցկացրել, նաեւ խոստացել համակարգչային լսարան բացել։ Վիլյամ Սարոյանի հետ հանդիպումը ստիպեց Լևոն Մկրտչյանին ամբողջ կյանքում գրողի գրքերը սեղանին պահել։ Ուսանող էր, երբ ամերիկահայ գրողը համալսարանում բաց դաս անցկացրեց։ Ինքը խոսեց շատ պարզ, մի քիչ հայերենով, մի քիչ անգլերենով, շատ հետաքրքիր փիլիսոփայություն էր, կարողանում է շատ պարզ բառերով շատ խորը միտք արտահայտել։ Սարոյանի մասին նախարարն ապագա ուսանողներին չպատմեց, փոխարենը դասերի բովանդակությամբ հետաքրքրվեց աշակերտների ծանրաբեռնվածությամբ։ Որ տարն եք ասել։ Չհնչյունովով բարգասի, ասա։ Արզական գյուղի միջնակարգ դպրոցի դահլիճում աշակերտները նախարարի ելույթից շատ հարցեր տալու հնարավորությանն էին սպասում։ Լևոն Մկրտչյանի թեման տեսակի պահպանումներ, աշակերտներին է արտերկրում սովորելու հեռանկարն ու դասաժամերը բեռնաթափելու ծրագիրը։ Ուսուցիչները պետք է իրաց ձևաչափը փոխեն, ավելի շատ ոչ թե իրանցից պահանջենք կոնկրետ ինֆորմացիա, այլ փորձենք իրենց սովորեցնենք այդ ինֆորմացիան իրենց ինչին է պետք։ Նախարարի ելույթից հետո հերթը նվերներինն էր։ Նախարարությունը դպրոցին գրքեր նվիրեց, մինչև ամսվա վերջ էլ խոստացավ։ Դպրոցը 10 նոր համակարգիչ կունենա։ Լուսին Մկրտչյան, Վաչական Պետրոսյան, օրակարգ։ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը փետրվարի 19-ին մեր երկրում ավանդական գրքի տոն կլինի տոնին ընթരാճ գրողների միության նախագահը պատվոգրեր է հանձնել այն լրագրողներին, ովքեր իրենց աշխատանքով նպաստել են գրքի վերաարժևորմանը։ Մրցանակ ստացել են նաև մեր գործընկերը օրակարգ լրատվական ծառայության համակարգող լրագրող Թերեզա Կասյանը։ Դասագրքերում ժամանակից գրականության ներկայացվածությունը ես կարծում եմ պիտի ընդլայնել, քանզի մեր գրական դասագրքերի տեքստերը հիմնականում մի այլ ժամանակ են բերում, երեխաները դպրոցից դուրս են գալիս, մտնում են լրիվ մի ուրիշ ժամանակի մեջ, ներկա աշխարհի ժամանակ։ Հայտնի ռոք երաժիշտ Տասնամինը Երևանում ներկայացրել է վերջին 20 տարվա ընթացքում ստեղծած 80 նկարները։ Հայ ազգի երաժշտին նկարիչների միությունը պատվավոր անդամի կոչում է շնորհել։ Նամինը Հայաստանում է մշակույթի նախարարության հրավերով, ցուցահանդեսին ներկա է եղել տիկին Ռիտա Սարգսյանը։ Հայ մշակութասերները հնարավորություն ստացան տեսնելու Տասնամինի վերջին 20 տարվա աշխատանքը։ 2500 կիլոմետր Հայաստանով շրջելու արդյունքում ստեղծվեցին ֆիլմեր ու նկարներ։ Պատերազմի մասին Արցախում տեսած ֆիլմից տպավորությունները ամփոփեց նաև այս նկարներում։ Պատմություն կտավը նկարիչը հայ ազգի մասին փաստաթուղթ է համարում։ Նկարին նայելիս մարդիկ կհասկանան ինչ է ցեղասպանությունը։ Меня вдохновляет только жизнь. Ինձ ոգեշնչողը միայն կյանքն է։ Տասնամինը այսօր դարձավ Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ։ Երաժիշտ, ռեժիսոր, նկարիչ, լուսանկարիչ, տաղանդավոր տոհմի Շարավի Ղանաստաս Միկոյանի մասնագիտությունները կարելի է երկար թվել։ Նա պրոֆեսիոնալ նկարիչ չի, բայց շատ տաղանդաշատ է նկարչության մեջ, պրոֆեսիոնալ է։ Իծնե։ Դեկտեմբերին էլ Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրի սիմֆոնիան հայ հանդիսատեսը ունկնդրեց Հայաստանի երիտասարդական նվագախմբի կատարմամբ։ Սոնա Աղբալյան, Արտակ Գևորգյան, օրակարգ։ Խդրնաբին եզդի ժողովրդի սրբերից է, այսօր նրա տոնն է, երազանքներ իրականացնող սուրբը եզդիներին նաև սիրո բարեխոսն է, ինչպես հայերիս համար Սուրբ Սարգիսը։ Մեր գործընկեր Լիաննա Կարապետյանը մասնակցել է եզդիների ազգային տոնին ու այդ ընթացքում հասցրել է եզդիերեն մի քանի արտահայտություն սովորել։ Աշխարհի եզդիներն այսօր տոնում են Խդրնաբի տոնը։ Նրանք նվերներով ու քաղցրավենիքով տնետուն են գնում միմյանց շնորհավորում։ Եզդիների առաջնորդին հյուրընկալաստանը ուշի ուշով հետևում էին ազգակցի Խդր Հաջոյանի ելույթը։ Այսօր եզդիների համար ուրեմն Սուրբ Խդրնաբի տոնն է, կամ մենք ինչպես եզդիներս ենք այն կոչում Խդրնաբի Խդրայլաս։ Ըստ եզդեական հավատամքի Խդրնաբին երազանքներ իրականացնող եւ օգնող Սուրբ է, եզդիները հավատում են, որ Սուրբն այսօր անտեսանելի այցելել է իրենց։ 3 օր առաջ մենք ծոմ ենք պահում Խդրնաբի վերաբերյալ, որ Խդրնաբին գալու է իր հոտի մեջ, ժողովրդի մեջ։ Խդրնաբի սրբի շրջագայության գիշերը եզդիները մինչև լույս երգում պարում են, իսկ չամուսնացած երիտասարդներն ուտում են աղի բլիթ, որ երազում տեսնեն կյանքի երկրորդ կեսին։ Գուլպաների մեջ ինչ որ լցնում են տարբեր տեսակի մերքեր եւ այսպես են ասում. Դոլի դոլի դանկե
սերեպիրե պրբանք է։ Եզդիները հպարտանում են, որ հնագույն ժողովուրդ լինելով մինչև հիմա պահպանում են ազգային ավանդույթները։ Ազիզ Թամոյանը աշխարհի բոլոր եզդիներին միասնության կոչ է անում։ Հոլա սրտանեզի դեսորը։ Լիանա Կարապետյան, Հակոբ Սարգսյան, օրակարգ։ Օրակարգն էր եթերում, շնորհակալություն ուշադրության համար։ Հաճելի երգքո եւ հանգստյան օրեր։